Ընտրությունների են պատրաստվում ընդդիմության որոշ շրջանակներ, որոշ ուժեր դեռևս չեն հայտարարել իրենց մասնակցության ձևաչափի մասին, դաշինք թե առանձին մասնակցություն, կոչեր են հնչում, որ պետք է ընդդիմությունը մեկ ճակատով պետք է հանդես գա, կարծիք կա, որ նաև դա ճիշտ չէ, պետք է 2-3 ճակատով նույնիսկ, արդեն իսկ տեսնում ենք արտաքին ուժերը, այդ բոլոր շահագրգիռ կողմերը ամեն ինչ անելու են, որ Փաշինյանը լինի, որ իրենց ծրագիրը վերջին հասցնեն։ Սա մենք հասկանում ենք։ Իսկ սա նշանակում է, որ Հայաստանը, ինչպես այո իմ զրուցակիցներն են նաև ասում, սա սովորական ընտրություն չէ, սա ճակատագրական ընտրություն է։ Այսինքն գուցե ըստ ներքին ինֆորմացիաների, օրինակ ասում են Միացյալ Նահանգները համարում է, դեսպանատունը համարում է, որ արդեն Փաշինյանը ընտրված է 31 թվի մասին են մտածում, իսկ մենք պետք է մտածենք, մենք ընդհանրապես լինելու ենք մինչև դա թե չէ։ Հիմա հարց, որ ձևաչափն է ճիշտ, որ մարտավարությունն է ճիշտ, ինչ պետք է անի ընդդիմությունը, որովհետև հիմա այլևս սիրում եմ ընդդիմության էս մեկին, այն գործին, այն չգիտեմ ինչին, բարձրաձայնը, ցածրա, չգիտեմ, բոյովա կարճա, ինձ չի հետաքրում։ Մենք արդեն հարց ունենք լուրջ։ Դե շատ ես քաղաքագետի կրթություն ունեմ նաև, ես խոսեմ որպես բանակցող, հա։ Բանակցային խնդիրը ես ինչպես եմ տեսնում, այսինքն առաջի հերթին մենք նայում ենք ինչ սցենարներ կա ընդհանրապես, կա 3 սցենար։ Սցենար 1 եւ հավանականությունները ասեմ հիմնավորեմ։ Սցենար 1 Փաշինյանը եւ ԿՊ-ն ընդհանրապես չեն անցնում։ Դե տեսականորեն հնարավոր է։ Բայց հավանականությունը համարյա 0 է, որովհետև ինքը ունի admin ռեսուրսը եւ միայն այդ admin ռեսուրսով ոստիկանություն, ԱԱԾ, ուժեր, արտաքին ուժեր, ամեն ինչ եւ այլն այդ ցանցը ամբողջությամբ դա առնվազն իրան տալու է հնարավորություն ամեն դեպքում ընտրվել։ Հիմա ինչ տոկոսով ես չեմ կարող ասել։ Դրա համար ես ասում եմ այդ սցենարը 0-ի է համարյա հավանականությունը, որ ԿՊ-ն չի անցնելու։ Երկրորդ սցենարը երկրի համար շատ վատ սցենար, կրկնվում է 21 թիվը։ Այսինքն ոչ միայն վերընտրվում է, այլ վերընտրվում է եւ թե փոքր ինչ որ այլ կուսակցություններ անցնում են, որոնք իր գրպանային այսպես կոչված ընդդիմությունն են, իրանք ձևակերպում են կոալիցիա, նույն մեծամասնությունը սահմանադրական, այսինքն ինչ ուզեն կանեն, այսինքն իրանք նորից այդ մոնոպոլիան, արբանյակ ուժերով մտնում է, այո։ Բոլոր թևերի վրա մոնոպոլիան իշխանությունը պահում է եւ այլն։ Եվ դա թույլ է տալիս իրան անել ամեն ինչ որ պահանջվում է դրսից, արդեն ոչ մի բան չկա դեմա, էլի, որ ասես թե ինքը երկար 5 տարվա բան ունի, վասկ ունի, այդտեղ 5 տարում շատ բան կարելի է հասցնել, որ անհետադարձ լինի այդ փոփոխությունները արդեն վերջ։ Եվ երրորդ սցենարում ուրեմն անցնում են մեծ թվով ուրեմն անդիմությունը ինքը կազմում է փոքրամասնություն, որը որ շատ վտանգավոր է իր համար, որովհետև մեծամասնությունը կարա նաև տարբեր ձևերով վարչապետությունից եւ այլն եւ կա մի այլ սցենար, որտեղ ինչ որ պարիտետ է ինչ որ ձևավորվում, այսինքն ոչ մի կողմ տենց էլ մեծամասնություն չի, սրանք ունեն 40%, 45% սրանք էլ ունեն ինչ որ sense ինչ որ ուխառը ինչ որ կուսակցություններ կան նաև, որոնք որ հայրստեղից են, հայլնդերից են, այդպիսի բաներ էլ լինում պարլամենտական համակարգերում։ Հիմա որ սցենարով ենք մենք շարժվելու եւ որն է, եթե ես ընդդիմության տեսակետից եմ։ Իհարկե ճիշտ կլներ, ճիշտ ձևով բանակցել եւ ամենափայլուն իր իդեալական ուրեմն տեսքը կլներ, եթե բոլոր ընդդիմադիրները, բոլորը ընտրեին, ասեին, էս մի ուժի շուրջ մենք համախմբվում ենք եւ այդ ուժը գնում է։ Բայց դա հնարավոր չի։ Ինչու հնարավոր չի, ես չեմ ուզում հիմա խորանալ, այդ տարաձայնությունները չեն կարողանում բանակցել, ամբիցիաներ, նախկիններ եւ այլն։ Դուք ավելի լավ պատկերացնում եք եւ ձեր լսարանները լավ պատկերացնում է, թե ինչ է տեղի ունենում։ Եթե դա հնարավոր չի, երկրորդ տարբերակը հետեւյալն է։ Առաջինը, անդիմությունը պետք է առաջարկի մի պլատֆորմ այլընտրանք իշխանություններին եւ ոչ թե գնա ընտրությունների, գիտեք, իրանց ծրագրով ասի, այ եթե ես վարչապետ լինեմ, այս հարցը սենց եմ կարգավորելու, այս հարցը նենց եմ կարգավորելու։ Որովհետեւ շատ ցածր է հավանականությունը, որ նորաստեղծ ինչ որ կուսակցություններ կարող է պատահի անմիջապես հենց այդպես բոլոր ձայները հավաքեն գնան։ Միևնույնն է, իրանք կոալիցիա պետք է հետո ստեղծեն կամ ինչ որ մի տենց բան լինելու ամենահավանականը է դա։
Բայց ինչա պետք պլատֆորմ, նույն պլատֆորմ։ Այդ պլատֆորմը պետք է շատ հստակ հնչողություն ունենա եւ ընտրոյի համար հստակ լինի, որ եթե ես որևէ մի կուսակցության այս պլատֆորմից, այս նախընտրական կոալիցիային ձայն եմ տալիս, կապ չունի որ մեկին։ Ես ձայն չեմ տալիս իշխանությանը։ Եվ իրանք պետք է գան այդ համաձայնությանը, որ այդ պլատֆորմով տակտիկական հարցը երբ պետք է հայտարարեն դա, որովհետեւ մյուս կողմն էլ մտածում է ոնց քանդի ձեր կոալիցիան, չէ՞։ Ես նորից որպես բանակցող եմ ասում։ Դրա համար ես չեմ ուզում խորանալ տակտիկական հարցերում ընդհանրապես։ Բայց այն որ դա պետք է արվի, եւ դա առաջերտին կապահովի ավելի բարձր մասնակցությունը, որովհետեւ ընտրողն էլ տեսնելով որ իրոք կայլընտրանքը խելքը մոտիկ բան են ասում, սա ավելի լավ է կամ ինչ որ մի այլ բան։ Բայց ինչ պետքա լինի այդ այլընտրանքը։ Այդ այլընտրանքը էլ եմ ասում, ոչ թե պետքա լինի որ ես գամ այս ծրագիրը կանեմ, հենց որ իրանք մտնում են այդ դաշտ, իրանք բացում են հնարավորություն իշխանություններին ասել դե եկեք մեզ հետ եկեք դեբատների։ Հենց որ դու մտնում ես իրանց հետ դեբատների, դու ոնց որ հավասարացնում ես, հա, իմ ծրագիրն է, իրանց ծրագիրն է։ Իսկ ես ասում եմ, չկա Փաշինյանի ծրագիր։ Չկա Փաշինյանի ծրագիր։ Անդիմության համար չպետք է լինի որևէ Փաշինյանի ծրագիր։ Ես դե ես իր հետ քննարկում եմ իր ծրագիրը, ուրեմն ես ինչ որ ձևով լեգիտիմացնում եմ, չի ասում եմ, սա կա, սրա հետ ես համաձայն չեմ։ Ուրեմն ինչ պետքա լինի դե այդ պլատֆորմի մոտեցումը։ Այդ պլատֆորմի մոտեցումը պետքա միակ բան լինի։ Մենք գնում ենք, որպեսզի վերադարձնենք հանրապետություն։ Հանրապետություն։ Գնում ենք դրա համար, որ խաղի կանոնները փոխենք, այս իշխանություններից ազատվենք, խաղի կանոնները փոխենք, հետո նոր ընտրություններ թող լինեն, բայց խաղի կանոնները պետք է փոխվեն, որ լինի հանրապետություն։ Որովհետև անձի մասին չի հասկանում եք, շատերը թվում է, որ նորից նույն սխալը, որ ինչ որ մեկը լավը, որ գա սրան փոխարինի լավ կլինի։ Տենց բան չկա։ Եկեք ինստիտուտների մասին խոսենք։ Եկեք խոսենք դրա մասին, ինչն է հիմքում հանրապետության։ Ճշտում կատարեմ։ Երբ որ ասում եք պլատֆորմ, հա, դա ինչ է նշանակում, որովհետև էլի չի ստացվում, որ միջակատ է։ Չէ, պլատֆորմի կարգավիճակն եմ ուզում հասկանամ ու ինչպես են միավորվելու ըստ ձեզ այդ քաղաքական։ Իրանք գնում են առանձին, բայց իրանք ունեն մի խնդիր, որի այդ հարցի շուրջ իրանք բոլորը նույն կարծիք ունեն։ Ու նշանակություն չունի ՀՇՆ-ը, Դաշնակեն, ով են, ուտեղ ինչն է կարևոր, այդտեղ ամիջապես պարզ կլինի, ով որ չի միանում դրան։ Պլատֆորմը դաշինք հա լինում, ուզում եմ հասկանալ։ Այսինքն մի դաշինքով են գնում, մի պլատֆորմ, չէ։ Ընտրական դաշինքով չեն գնում։ Բայց պլատֆորմը ուղղակի իրանց հայտարարությունն է, բայց ինքը համընկնում է, բոլորինը նույնն է։ Մենք գնում ենք դա համար, որ հանրապետություն վերադարձնենք դες։ Հիմա մարդիկ կան ասում են այս սրան չեմ վստահում, որ ինքը դա կանի, բանանի, ես սրան եմ նախընտրում։ Դուր իրան ձայնը, կապ չունի։ Բայց մի տուր ձայնը ոչ Փաշինյանին, ոչ իր գրպանային անդիմությանը։ Այո։ Այդ է խնդիրը։ Եթե դա չարվի, այսինքն դու չստեղծես, ես հիմա տեսեք կոալիցիա բառն եմ օգտագործում, բայց դա չի նշանակում, որ ընտրական, հա, ինչ որ կոալիցիա են ստեղծում, մի ինչ որ մի դաշինք են ստեղծում, ոչ, այդ պլատֆորմա։ Մենք ասում ենք, ոնց որ գիտեք տեղի ունեցավ ժամանակին Վրաստանում, երբ որ իրանց մոտ համախմբվեց ամբողջ անդիմությունը եւ ասում էին Վրաստանը առանց Շևարդնաձեի։ Դու համաձայն ես այս հարցի հետ։ Հայաստանը առանց Փաշինյանի, առանց ԿՊ-ի։ Համաձայն ես, անդամագրվի։ Այստեղ իհարկե մի խնդիր կա, էլի տակտիկական, որ նաեւ Փաշինյանը լինելով շատ խորամանկ քաղաքական բան, հա, իրանք կարող են նաեւ ստեղծել ինչ որ արագ հիմա կուսակցություններ բաներ, որոնք որ կսկսեն որպես անդիմախոս, ես ոչ նախկին եմ, ոչ Նիկոլական եմ, բան եմ, սրանցել եմ քննադատում եւ այլն, բայց դրանք ստեղծվելու են դրա համար, որ եթե իրանք անցնեն, իրանք պարլամենտում անմիջապես փոխելու են գույնը, անցնելու են ԿՊ-ի կողմ։ Որպեսզի այդպիսի բան չլինի, դրա դեմ էլ կա խաղ։ Բայց ես էլ եմ ասում, պետք է մտածել այս հարցը այնպես կազմակերպվի, որ համ մասնակցությունը բարձր լինի։ Այդ դեպքում ուրեմն այդ admin ռեսուրսի բանը, այո, տանից դուրս գա։ Ես դրա մասին շատ եմ խոսել տարբեր տեղեր, հիմա ես նույնիսկ չեմ ուզում կրկնվել եւ իմ կարծիքով արդեն շատերն էլ դրա մասին խոսում են։ Այն որ իրանք փորձելու են փոշիացնել դաշտը, դա հաստատ ուրեմն աշխատելու են երիտասարդության հետ, հիմա նվագախումբ է ինչ որ ստեղծել։ Հա, դիսկոտեկա կայանում։ Հա, եւ այլն, բայց այդ ամենը ոչ մի բան չի նշանակի, եթե անդիմությունը այդ այլընտրանքը, հա, բայց հարցրելու են, չէ, ասում եք Հայաստանը առանց Փաշինյանի, բայց ինչպիսի Հայաստան։ Իմ պատասխանը հետեւյալն է. հանրապետություն,
որտեղ դու լինելու ես ազատ քաղաքացի, որովհետև առանց հանրապետության դու ոչ ազատ քաղաքացի ես, ոչ էլ արդարություն կա այս երկրում։